ինչը պետք է իմանալ հիպոթեկային վարկ վերցնելու համար։ Կարևոր է նաև ուշադրություն դարձնել այլ վճարներին, բացի տոկոսագումարները, որ մենք վճարում ենք, ինչպիսի ռիսկեր եւ ծուղակներ կարող են լինել։ Անպայման ստացեք վարկի մարման գրաֆիկը, անպայման ստացեք կամ հաշվարկեք փաստացի տոկոսադրույքը։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, այսօր կխոսենք շատերին, հատկապես երիտասարդներին հուզող մի թեմայից, որը վերաբերում է մեր բնակարաններին եւ դրանց ձեռքբերման հետ հաճախ անհրաժեշտ հիպոթեկային վարկերին։ Յուրաքանչյուր էպիզոդում բարդ լեզվով ներկայացնում ենք բարդ ֆինանսական հասկացությունները եւ փորձում տալ գործնական խորհուրդներ։ Շնորհակալություն եմ հայտնում Արարատ բանկին քաղաքացու ֆինանսական գրագիտությունը կարևորելու եւ այս նախաձեռնությունը հովանավորելու համար։ Բանկի աջակցությամբ մենք կարողանում ենք տրամադրել որակյալ կրթական բովանդակություն, որը կօգնի ձեզ կայացնել խելացի ֆինանսական որոշումներ։ Շարունակեք հետևել Պարզից Պարզ ոդքասթին, որպեսզի միասին կառուցենք ֆինանսապես ավելի գերագետ հասարակություն։ Բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետաքրքիր տեսանյութերը։ Եվ այսպես երիտասարդները եւ ոչ միայն երիտասարդները հաճախ կանգնում են բնակարան ձեռք բերելու որոշման առաջ, հատկապես երբ նոր ընտանիքներ են ձևավորվում կամ ընտանիքները մեծանում են եւ ի տարբերություն նախորդ ժամանակների, նախորդ սերունդների, հիմա այդ հարցերը հաճախ լուծում են հիպոթեկային վարկերի միջոցով եւ վերջի տարիներին նաեւ որոշակի եկամտահարկի խրախուսման մեխանիզմներով պետությունը բավականին կարելի ասել տակացրեց այս շուկան, որը այս տարվա հունվարից Երևանի շրջանների համար արդեն իսկ չի գործում, բայց չի նշանակում, որ հիպոթեկային վարկերի կարիք այլևս չկա, եւ հետեւաբար այսօր կխոսանք այն մասին, թե ինչը պետք է իմանալ հիպոթեկային վարկ վերցնելու համար։ Նախ հիպոթեկային վարկը ինքն իրենով նշանակում է անշարժ գույքի համար ստացվող վարկ եւ տարբեր նպատակներով կարելի է ստանալ այդ վարկը, դրա մասին եւս կխոսենք։ Որպես առաջի քայլ մեր տնային աշխատանքը պետք է անենք, մինչեւ որ դիմենք վարկատու կազմակերպություններին, այսինքն բանկերին եւ վարկային ունիվերսալ վարկային կազմակերպություններին։ Դրա համար մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե որքանով կայուն ֆինանսական եկամուտներ ունենք եւ որքան կարող ենք հատկացնել յուրաքանչյուր ամիս վարկերի եւ դրանց տոկոսագումարների մարման համար։ Պետք է հաշվի առնել, որ վարկ վերցնելը ինքնին նշանակում է որոշակի ֆինանսական կարգապահություն, նշանակում է յուրաքանչյուր ամիս պարտաճանաչ կերպով կատարել վճարումները, որոնք չկատարելու դեպքում միջայլոց բանկերը եւ վարկային կազմակերպությունները շատ կարճ ժամանակում տեղեկատվությունը փոխանցում են ակրավարկային բյուրո, որի մասին մենք արդեն իսկ խոսել ենք եւ դա կարող է ազդել մեր վարկունակության եւ հետագայում այլ վարկեր վերցնելու կարողության վրա։ Որպես կանոն հիպոթեկային վարկը շատ մարդկանց կյանքում բավականին լուրջ որոշում է իրենից ներկայացնում, այսինքն ի տարբերություն փոքր սպառողական վարկերի, որոնք կարելի է հաճախ վերցնել եւ մարել, հիպոթեկային վարկ հնարավոր է, որ կյանքում մի անգամ վերցնենք կամ գուցե հետագայում եւս նման ցանկություններ, կարիքներ լինեն, բայց որպես կանոն դա կյանքի բավականին լուրջ որոշումներից է եւ հարկավոր է դրան ժամանակ հատկացնել, պատրաստվել, մի կողմից հասկանալ, թե ինչ տիպի անշարժ գույք ենք մենք ուզում ձեռք բերել կամ կառուցել կամ վերանորոգել եւ մյուս կողմից հասկանալ, թե ինչքանով ենք կարողանալու կատարել ֆինանսական պարտավորությունները։ Այդ վարկերը սովորաբար երկարաժամկետ են լինում, կախված մեր տարիքից, մեր եկամուտներից, սովորաբար 15-20, այսօր շուկայում նույնիսկ բանկեր կան, որ մինչև 30 տարի հիպոթեկային վարկեր են առաջարկում։ Այդ իմաստով լավ նորությունը նա է, որ 30 տարվա դեպքում մեր ամսական մարումները համեմատաբար ավելի քիչ կլինեն, ինչքան վարկի ժամկետը երկար է լինում, ինքան մեր մարումները ավելի կարճ են լինում։ Մյուս կողմից այդ երկար ժամանակահատվածի ընթացքում բնականաբար վարկատուները ավելի շատ տոկոսագումար են աշխատում եւ մենք էլ համապատասխանաբար ավելի շատ տոկոսներ ենք վճարում։ Սովորաբար վարկերը մարվում են, այսպես ասած, անուիտետով, ինչա իրենից ներկայացնում անուիտետը, դա որոշակի ֆինանսական բանաձևի կիրառմամբ հաշվարկ է, որը թույլ է տալիս ամբողջ ժամանակահատվածի ընթացքում
վարկի մայր գումարի, ինչպես նաև տոկոսագումարների մարումները հաշվարկել այնպես, որ յուրաքանչյուր ամիս մենք ունենանք ընդհանուր միևնույն գումարի վճարումը։ Ինչու համար է դա այդպես արվում, դա հարմար է եւ վարկառոյին մեզ եւ դա հարմար է նաեւ բանկին, ինչ իմաստով, եթե մեր եկամուտները կայուն են, ապա մեր վճարները եւս կայուն են, այլապես այլ տիպի մարման գրաֆիկների դեպքում մենք ամեն ամիս ունենալու ենք փոփոխվող գումարներ, փոփոխվող վճարումներ եւ հետեւաբար մեր համար էլ ինչ-որ իմաստով ավելի դժվար կլինի հիշել, ավելի հեշտ է հիշել, որ ամեն ամիս մենք ունենք այսքան ֆիքսված վճարում։ Որպես կանոն, բանկերը, որպես, այսպես ասած, բութ մատի օրենքով դիտարկում են, որ մեր ամսական մարումները, մեր ամսական եկամուտներից 30-35% չգերազանցեն, դա սովորաբար համարվում է, այսպես ասած, ապահով միջակայքը, որտեղ մենք կարող ենք վերցնել վարկ, մարել եւ շատ մեծ ֆինանսական ծանրաբեռնվածություն չունենանք։ Բնականաբար ոչ մեկ, ոչ մենք, ոչ բանկը չենք կարող 20 տարվա, 30 տարվա համար կանխատեսել, թե ինչ կլինի, արդյոք 30 տարի հետո մենք ունենանք նույն աշխատանքը, այն էլ այսօրվա շատ արագ փոփոխվող շնորհակալություն արհեստական բանականությանը, որ այսօր մեր աշխարհը դարձել է բավականին անկանխատեսելի, բնականաբար ոչ մեկ չգիտի 20-30 տարի հետո ինչ է լինելու, բայց հիմնվելով եղած փորձի վրա բանկերը հաճախ նայելու են, եթե մենք ունենք աշխատանք, ունենք մասնագիտություն, որքանով է հավանական, որ մենք շարունակենք ունենալ աշխատանք եւ բնականաբար բանկը իրան ապահովագրում է մեր անշարժ գույքը որպես գրավ ընդունելով եւ անշարժ գույքի շուկայական գնահատված արժեքի որոշակի մասը 20-30%-ը որպես կանխավճար վերցնելով բանկը արդեն իսկ նվազեցնում է իր ռիսկերը եւ ամեն ամիս երբ որ մենք կատարում ենք վճարումներ, թե առաջին ամիսներին ավելի շատ մենք տոկոսագումար ենք վճարում, քան մայր գումար, որովհետեւ մեր ամսական գումարները ընդհանուր ֆիքսված են, բնականաբար ինչքան վարկի մայր գումարը բարձր է, այնքան տոկոսը բարձր է, սկզբում ենք ավելի շատ տոկոսներ ենք վճարում, ժամանակի ընթացքում այդ տոկոսները պակասում են եւ ավելանում են մայր գումարները, բայց քանի որ ամեն ամիս մենք մայր գումար ենք վճարում, բանկի համար գնալով մեր վարկային ռիսկը նվազում է եւ բանկի համար ռիսկը նա որ անշարժ գույքի շուկայում կարող են լինել տաքացումներ, ճգնաժամեր եւ էապես անշարժ գույքի շուկայական արժեքների տատանումների դեպքում հնարավոր է որ ռիսկերը փոխանցվեն բանկերին։ Հայաստանում դեռևս նման տենց լուրջ ճգնաժամեր չի եղել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջին խոշոր ճգնաժամը 2008 թվականին հենց կապված էր անշարժ գույքի եւ այսպես ասած ստորադաս կամ ցածրորակ հիպոթեկային վարկային պրոդուկտների հետ, որի արդյունքում մարդիկ վերցնում էին երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ ըստ էության իրենց ապրուստի համար ոչ անհրաժեշտ անշարժ գույքեր, քանի որ վարկերը դարձել էին շատ հասանելի, շատ հաճախ կանխավճարներ նույնիսկ պետք չէին, այդ ամեն ինչը բերեց շուկայի գերտակացման եւ ի վերջո շուկան, անշարժ գույքի շուկան, անհատական անշարժ գույքի շուկան պայթեց։ Մեր շուկայում որպես կանոն հիպոթեկային վարկերը վերցվում են բնակարան ձեռք բերելու համար, ընդ որում այստեղ պետք է հաշվի առնել առաջնային շուկա, այսինքն կառուցապատողի շուկա եւ երկրորդային, քանի որ ինչպես արդեն նշեցի, որոշակի խրախուսող մեխանիզմներ կային ներդրված կառուցապատողներից անշարժ գույք ձեռք բերելու համար, բայց բնականաբար անշարժ գույքը նաեւ առաջին գնորդից հետո արդեն դառնում է երկրորդային շուկա, այս տերմիններն էլ գուցե հստակեցնենք։ Առաջնային շուկան նա է, երբ որ առաջին ներդրողից կամ կառուցապատողից ձեռք ենք բերում գույքը, դրանից հետո արդեն ձեռք բերողը երբ որ վաճառում է մեկ այլ ներդրողի կամ գնորդի, արդեն դա երկրորդային շուկա եւ այստեղ կարող են գործարքներ տեղի ունենալ անսահմանափակ քանակի։ Առաջնային շուկա նաև երբ որ մենք կառուցում ենք մեր համար տուն, դա եւս որոշակի իմաստով ժամանակին խրախուսվում էր։ Հիպոթեկային վարկեր են համարվում նաև վերանորոգման վարկերը, որոնց հետ, եթե չեմ սխալվում, նաև արևային պանելների տեղադրում եւ նման տիպի գործարքները եւս համարվում են հիպոթեկային վարկերի մաս։ Որում կային որոշակի նաև խրախուսողական ծրագրեր այստեղ։ Հարկ է նշել, որ հիպոթեկային վարկը ըստ էության
իր բնույթով բավականին ռիսկային գործիք է այն իմաստով, որ եթե նայենք բանկի հաշվեկշիռը, աջ մասում մենք ունենք պարտավորություններ, որոնք սովորաբար ձևավորվում են ավանդներից եւ այդ ավանդները այդքան երկար չեն, իրանք սովորաբար մինչև 1-2 տարեկան են լինում ավանդները, իսկ հիպոթեկային վարկերը, ինչպես նշեցի, 20, նույնիսկ մինչև արդեն 30 տարի են հասնում եւ այստեղ ունենում ենք մարման, այսպես ասած, ճեղքվածք, որը ինքը իրանով բավականին ռիսկային է բանկերի համար եւ աշխարհի զարգացած երկրներում այս ճեղքվածքի ռիսկը որոշակի մեղմելու համար առաջանում են տարբեր կամ ստեղծվել են տարբեր գործակալություններ, ինչպես ԱՄՆ-ում, Եվրոպայում, այնպես էլ եվրոպական մոդելներով Հայաստանում մենք ունենք երկու վերաֆինանսավորող վարկային կազմակերպություններ, մեկը ազգային հիպոթեկային ընկերությունն է, որը ըստ էության ինչ անում, ներգրավում է գումարներ, այդ թվում պարտատոմսեր թողարկելու միջոցով եւ վերաֆինանսավորում է վարկային պորտֆելներ, բանկերի, վարկային կազմակերպությունների։ Դրա համար ազգային հիպոթեկային ընկերությունը սահմանում է որոշակի ստանդարտներ կամ չափանիշներ, որի շրջանակներում վարկատուները տրամադրում են վարկերը, հետո հավաքում են որոշակի պորտֆել, այդ պորտֆելը վերաֆինանսավորում են եւ ըստ էության ազգային հիպոթեկային ընկերությունը տրամադրում է երկար իրացվելություն, որպեսզի շուկան աշխատի։ Մեկ այլ նմանատիպ ընկերություն, որը ի սկզբանե նույն տեղից առաջացավ, բայց հետո բավականին առանձնացավ, կոչվում բնակարան երիտասարդներին վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն, որը ունի բազմաթիվ ծրագրեր, ինչպես երիտասարդների, այնպես էլ պետական տարբեր ծառայողների, զինծառայողների, կրթական ոլորտի աշխատողների եւ այլն, որտեղ փորձում են ոչ միայն վերաֆինանսավորում տրամադրել, այլ նաև որոշակի իմաստով սուբսիդավորել վարկերի տոկոսները, որպեսզի կոնկրետ թիրախային խմբի վարկառուները ավելի մատչելի վարկային միջոցներ կարողանան ձեռք բերել, որովհետև իրականում մեր շուկայի տոկոսները, որոնք 12-ից 14% դրամի դիմաց տատանվում են շուկայում, այդքան էլ էժան չեն։ Եթե իհարկե համեմատենք սպառողական վարկերի հետ, դրանք ավելի մատչելի են, բայց ընդհանրապես ասած տոկոսները բավականին բարձր են եւ դրա համար էլ տարբեր խրախուսող մեխանիզմներ ժամանակի ընթացքում առաջացան, որպեսզի նպաստեն շուկայի զարգացմանը։ Մեր վերջի ոդկասթներից մեկում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից եկած հյուրը խոսում էր անշարժ գույքի շուկայի ներդրումների մասին։ Ամերիկայում տոկոսադրույքները 3, 4, 5, 6% շրջանակներում են անշարժ գույքի ներդրումների եւ ինչքան ամեն հաջորդ տոկոսային կետի բարձրացումը բավականին լուրջ ազդում է շուկայի վրա։ Եվ քանի որ 12-14% բավականին բեռ է իրականում վարկառուի համար, 20 տարվա մեջ մեր տոկոսները նույնիսկ գերազանցեն բնակարանի գումարը, որ մենք ձեռք ենք բերում։ Դրա համար ամեն մարդ չի կարող այդքան գումար իրան թույլ տալ, մանավանդ մեր շուկայի, մեր աշխատավարձների պարագայում։ Ինչին է պետք ուշադրություն դարձնել հիպոթեկային վարկ վերցնելուց, առաջին հերթին տոկոսադրույքներին, նաև տոկոսադրույքների տեսակներից սկսենք, տոկոսադրույքները լինում են փոփոխական, լինում են ֆիքսված կամ հիբրիդ։ Ֆիքսված այն տոկոսադրույքն է, որ վարկի ամբողջ ժամանակաշրջանում միևնույն տոկոսադրույքն է, մենք գիտենք, ինչ որ իմաստով մեզ հայտնի է, բայց ժամանակի ընթացքում եթե օրինակ տոկոսները իջնեն, մենք շարունակելու ենք վճարել բարձր տոկոս։ Փոփոխական տոկոսադրույքը իրանից ներկայացնում է մի տոկոսադրույք, որը կապակցած է որոշակի ուղենիշի հետ, օրինակ, չգիտեմ, բանկային տոկոսի հետ կամ մեկ այլ տոկոսի հետ, եւ դա նշանակում է, որ վարկատու կազմակերպությունը որոշակի պարբերականությամբ կարող է վերանայել փոփոխական տոկոսադրույքը։ Եվ մեր ռիսկը տվյալ դեպքում նա է, որ տոկոսադրույքների բարձրանալու հետ մեր տոկոսադրույքները կարող են վերանայվել եւ այդ դեպքում մեր վարկային բեռը կշատանա։ Բնականաբար ժամանակի ընթացքում տոկոսադրույքները կարող են եւ իջնել, որի պարագայում մենք ունենանք որոշակի խնայողություններ։ Հիբրիդայինը դա այն դեպքն է, որ ի սկզբանե որոշ ժամանակաշրջան, օրինակ 5 տարի տոկոսադրույքը ֆիքսված է, որից հետո ինքը կարող է դառնալ փոփոխական կամ լողացող։
Վարկի ժամկետի մասին ըստ էության խոսացինք, վարկի ժամկետը կարևոր է համապատասխանեցնել մեր վճարումների հետ, ինչքան երկար արդեն նշեցի, որ փոքր կլինեն վճարումները, բայց մյուս կողմից մենք ավելի երկար ժամանակ կարող ենք այդ վճարումները կատարել, հետեւաբար ավելի շատ վճարել։ Մյուս կողմից հնարավոր է, որ ցածր վճարումները մեզ թույլ տան որոշակի ժամանակ ավելի քիչ լարվածությամբ առաջ գնալ եւ մի օր 5 տարի, 10 տարի, 15 տարի հետո երբ մեր գործերը ավելի լավ կլինեն, ֆինանսական վիճակը ավելի լավ կլինի, հնարավոր է, որ մենք ամբողջությամբ բարկը մարենք եւ այդ հետագա բեռից խուսափենք, ընդ որում ժամանակին կային որոշակի սահմանափակումներ բանկերի կողմից կիրառվող, բայց հետո օրենսդրական փոփոխություններով դրանք բավականին մեղմվեցին եւ բարձր տուգանային տոկոսադրույքներ ըստ էության չեն կարող կիրառվել վաղաժամկետ մարումների դեպքում որոշակի ժամկետից հետո։ Կարևոր է նաև ուշադրություն դարձնել այլ վճարներին, բացի տոկոսագումարները, որ մենք վճարում ենք, հնարավոր է լինեն տարբեր կոմիսիոն վճարներ, վարկի գնահատում անելու, վարկի տրամադրում անելու, որոշ դեպքերում տարեկան վարկ սպասարկելու, ինչպես նաև պետք է հաշվի առնել, որ գույքը, որի համար մենք վարկ ենք վերցնում, սովորաբար ենթակա է ապահովագրության, որը եւս տարեկան վճար է իրենից ներկայացնում եւ այս ամենի արդյունքում, ինչպես նաեւ այն պատճառով, որ մենք ամեն ամիս ենք տոկոսագումար վճարում, պետք է հաշվել եւ պետք է պահանջել ստանալ փաստացի տոկոսադրույք, որը որպես կանոն անվանական տոկոսադրույքից բարձր է։ Անվանական տոկոսադրույքը դա այն տոկոսադրույքն է, որ մեզ ներկայացնում են փաստացին, դա մի կողմից բարդ տոկոսը հաշվարկած 12 ամիսների համար, մյուս կողմից դրան ավելացում են բոլոր կողմնակի վճարները եւ արդյունքում մենք ստանում ենք փաստացի կամ էֆեկտիվ տոկոսադրույք, որը մեզ ռեալ ցույց է տալիս, թե ինչ արժի մեզ տրամադրված վարկը, դրան որպես այլընտրանք կարող ենք նայել տարեկան ինչքան գումար ենք մենք վճարում եւ եթե օրինակ համեմատում ենք տարբեր վարկատուների գործիքներ, այդ դեպքում պետք է համեմատել ռեալ վճարները կամ էֆեկտիվ տոկոսադրույքները։ Հարկ է նշել, որ կան նաեւ առցանց գործիքներ, որոնք թույլ են տալիս տարբեր ուրեմն բանկերի պրոդուկտներ համեմատել եւ տեսնել որն է մեր համար ավելի ձեռնտու, դա եթե չեմ սխալվում Fininfo կայքն է տրամադրում, ինչպես նաեւ կան վարկային հաշվիչներ, օրինակ ABC Finance-ում, որտեղ կարող եք մուտքագրել վարկի սկզբնական տվյալները, լրացուցիչ վճարները եւ ստանալ հաստացի տոկոսադրույքը ճիշտ որոշում կայացնելու համար։ Մեկ քայլ նաև փորձենք առաջ գնալ, հաշվի առնելով, որ տոկոսադրույքները այսօր ավելի հաճախ տրամադրվում են կամ փոփոխական կամ հիբրիդ, խորհուրդ կտայի կատարել, այսպես ասած, ստրես տեստավորում, ինչը իրենց ներկայացնում ստրես տեստավորումը, ի սկզբանե ստացվող վարկի մարումների գրաֆիկն ենք վերցնում, մենք կարող ենք նաև իհարկե դա շատ արագ իրականում կատարել Excel-ով եւ տոկոսադրույքի անվանական տոկոսադրույքին ավելացնելով 2-3 տոկոսային կետ փորձում ենք տեսնել թե ինչքանով է ավելանում մեր ամսական բեռը եւ ինչքանով է դա մեր համար տանելի եւ դա իրանից ներկայացնում է, այսպես ասած, ստրեսի տեստավորում, այսինքն տոկոսադրույքների բարձրացման դեպքում առաջացած նոր ստրեսային վիճակի դիմակայունության տեստավորում։ Ինչպիսի ռիսկեր եւ ծուղակներ կարող են լինել։ Պետք է հաշվի առնել, ինչպես նշեցի, որ մեր եկամուտները երաշխավորված չեն եւ բացարձակ կայուն չեն։ Բնականաբար, ովքեր աշխատավարձ են ստանում, իրենց եկամուտները որոշակի ժամանակահատվածում կայուն են, բայց միևնույնն է 15, 20, 30 տարվա երաշխիք ոչ մեկ չունի եւ տատանումները որոշակի իմաստով ազդելու են մեր վարկային պարտավորությունների կատարման վրա։ Դրա համար նաև խորհուրդ է տրվում ունենալ որոշակի ֆինանսական բարձիկ կամ չնախատեսված դեպքերի համար գումարներ, որոնց մասին մենք արդեն իսկ նախկինում խոսել ենք, վարկային պարտավորությունները ճուշացնելու համար։ Նաև պետք է հաշվի առնել ինչ արժույթով են ձեր եկամուտները, եթե դրանք տարբերվում են ձեր վարկի արժույթից, հնարավոր է, որ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները եւս էապես ազդեն, այսինքն էական տատանումների դեպքում եւ մի քանի տարի առաջ մենք նման իրավիճակ ունեցանք, երբ դրամը դոլարի հանդեպ 20-25% արժևորվեց եւ ունեինք բավականին պատկառելի աշխատողների
թվականակ կամ բանակ, որոնք ստանում էին ըստ էության արտարժույթի հետ փոխկապակցված վարձատրություն եւ իրենց վարձատրությունը էապես նվազեց։ Վարկերի չմարման դեպքում պետք է հաշվի առնել, որ ինչպես ֆինանսական տուգանքներ կարող են առաջանալ, այնպես էլ իրավական հետևանքներ կարող են առաջանալ մեր համար։ Նախ մի կողմից վարկային պարտավորությունը որոշակի կտուժի, մյուս կողմից բանկը կամ այլ վարկատու կազմակերպությունը քայլեր կձեռնարկի, որպեսզի այլ միջոցներով փորձի հետ ստանալ տրամադրված գումարները եւ դրա ամենաանցանկալի տարբերակը մեր համար նա է, երբ որ մեր գույքը բանկը դատական կամ արտադատական կարգով ձեռք բերի եւ իրացնի իր վարկային պարտավորությունները հետ ստանալու համար։ Այդ դեպքում մենք պարզապես կզրկվենք մեր անշարժ գույքից։ Փորձենք ամփոփել հիպոթեկային վարկը, ինչպես ասացի, Իրանից ներկայացնում է կյանքի կարևոր որոշումներից մեկը, կարևոր ֆինանսական որոշումներից մեկը։ Դրա համար անհրաժեշտ է լավ նախապատրաստվել, մի կողմից ճիշտ անշարժ գույքը նախանշել կամ գտնել, մյուս կողմից հաշվել մեր ֆինանսական պարտավորությունները, որոշակի սցենարային իրավիճակներ հաշվի առնել, որպեսզի ֆինանսական խնդիրներից հնարավորին չափ զերծ մնանք, բնականաբար 100%-անոց երաշխավորություն ոչ մեկ չի ունենա։ Եվ ելնելով մեր ֆինանսական հնարավորություններից կարևոր է ճիշտ վարկատեսակ, ճիշտ տոկոսադրույքով եւ ճիշտ պայմաններով ընտրել մեր կոնկրետ իրավիճակի համար։ Եվ վերջում մի քանի գործնական խորհուրդ, անպայման ստացեք վարկի մարման գրաֆիկը, անպայման ստացեք կամ հաշվարկեք փաստացի տոկոսադրույքը, որպեսզի կատարեք համեմատում այլ առաջարկող գործիքների հետ, ձևավորեք ֆինանսական բարձիկ կամ արտակարգ ֆոնդ 3-ից 6 ամսվա համար, որպեսզի չնախատեսված դեպքերում կարողանաք շարունակել կատարել վարկային մարումները մինչև պայմանների փոփոխություն կամ ֆինանսական իրավիճակի փոփոխություն, ինչպես նաև իրականացրեք ստրես տեստավորում 2-3% լրացուցիչ տոկոսագումար վճարելու համար, տեսնելու թե որքանով են ներում ձեր ֆինանսական հնարավորությունները։ Շնորհակալություն, որ հետևում եք մեզ, շարունակեք հետևել եւ հաջորդ անգամ մենք կխոսենք ֆինանսական հաշտարարի գրասենյակի ծառայությունների մասին։ Կհանդիպենք։